Օպերատիվ հետախուզական գործունեության ոլորտում երկարամյա ծառայությունը այսօր հանդիսանում է իմ փաստաբանական գործունեության հիմնասյուներից մեկը։ 11 շարունակ ներգրավված եմ եղել հանցագործությունների բացահայտման ողջ շղթայում, սկսած օպերատիվ տեղեկության ստացումից մինչև իրականացվելիք օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Այս փորձը ինձ թույլ է տալիս որպես պաշտպան շատ արագ հասկանալ ինչ ճանապարհով է ձևավորվել մեղադրանքը, ինչ օպերատիվ վարկածների վրա են կառուցվել եւ որքանով են դրանք ամուր իրավական առումով։ Մեղադրական կողմի խոհանոցը ներսից իմանալը թույլ է տալիս տեսնել ոչ միայն ակնհայտ, այլև թաքնված խնդիրները։ Այս ամենը թույլ է տալիս պաշտպանությունն էլ ավելի արդյունավետ կազմակերպել։ Իմ մասնագիտացումը քրեաիրավական ուղղվածության է, զբաղվում եմ բոլոր տեսակի քրեական գործերով։ Իսկ գրասենյակը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով, այսինքն եւ քրեական, եւ քաղաքացիական, եւ վարչական։ Անանյան փաստաբանական գրասենյակի ուժեղ կողմը դա օպերատիվ համատեղ փորձն է, օպերատիվ եւ պաշտպանական մտածողության մակարդակում։ Այսինքն մենք շատ հեշտ պատկերացնում ենք, թե գործը պետությունը ինչի հիման վրա է կառուցել եւ ինչպես դա արդյունավետ հակակշռել իրավական դաշտում։ Բացի դրանից, մենք ցանկացած գործի եւ վստահորդի մոտենում ենք մեծ սրտացավությամբ եւ պատասխանատվությամբ բարձր զգացումով։ Պրակտիկայում առավել հաճախ կիրառվում են արտաքին դիտում, ներքին դիտում եւ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Պաշտպանական մարտահրավերները հիմնականում կայանում են նրանում, որ վարույթն իրականացնող մարմինը շատ անգամներ փորձ է անում այս ողբերի արդյունքներով գաղտնի քննչական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները ներկայացնել որպես անվիճելի փաստեր, այնինչ իրականում դրանց անցկացման process-ում թույլ են տրված լինում ընթացակարգային խախտումներ։ Իմ նախկին փորձը թույլ է տալիս շատ արագ տեսնել այդ խնդիրները եւ փաստաբանի ճիշտ աշխատանքի արդյունքում ստացված վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված այս ապացույցները հետագայում կճանաչվեն անթույլատրելի ապացույցներ, եթե դրանք ձեռք են բերվել օրենքի խախտումներով։ Թվային եւ հեռախոսային հաղորդակցության վերահսկման մասով օրենքով ամրագրված դատական երաշխիքը կարևոր պայման է, սակայն շատ անգամներ դատարանի կողմից բավարար քննադատական մոտեցումներ չեն ցուցաբերվում այս միջնորդություններին վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Շատ անգամներ դատարանները բավարարում են միջնորդությունները ներկայացված առանց բավարար քննադատական մոտեցում ցուցաբերելու եւ բավարարվում են դրանցում առկա ձևական հիմնավորումներով։ Եվ դատական վերահսկողությունը իրականում պետք է լինի իրական, ոչ թե ձևական, քանի որ խոսքը գնում է անձի անձնական կյանքի եւ հաղորդակցության գաղտնիության միջամտությանը։ Առհասարակ փաստաբանական գաղտնիքի պաշտպանության մասով օրենքի դրույթները բավարար են, կարծում եմ, սակայն պրակտիկայում խնդիրներ ի հայտ են գալիս։ Գրական դատավարության օրենսգրքով ամրագրված է գաղտնի քննչական գործողությունների այն ցանկը, որոնց պարագայում, եթե անձը, ում նկատմամբ պետք է իրականացվի այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ, արգելվում է օրենքի դրույթով իրականացնել տվյալ միջոցառումը, սակայն այնուամենայնիվ, եթե իրականացվել է այդպիսի միջոցառում եւ այդ ընթացքում անձը հաղորդակցվել է իր փաստաբանի հետ, ապա այդ ստացված տեղեկատվությունը անապահ ենթակա է ոչնչացման։ Եվ փաստաբանի եւ վստահորդի գաղտնի հաղորդակցության ցանկացած միջամտություն անթույլատրելի է։ Օպերատիվ հետախուզական գործունեության ոլորտում հիմնական խնդիրները կայանում են նրանում, որ երբ ցանկանում են բացահայտել հանցագործություն ամեն գնով, մոռանում են անձանց իրավունքների պաշտպանության մասին եւ հավասարակշռումը խախտվում է այս պարագայում։ Խնդիրները կարգավորելու մասով կարող եմ հետեւյալ հանգամանքներ ընդգծել, որոնց պարագայում կարծում եմ նման խնդիրներ չեն լինի կամ առնվազն քիչ կլինեն։ Նախ պետք է ուժեղացնել դատական վերահսկողությունը, պետք է օպերատիվ միջոցառումների իրական փաստաթղթավորման բարձր ստանդարտներ սահմանել եւ անձնակազմը համալրել պրոֆեսիոնալ եւ բանիմաց կադրերով։ Ստվարկածս 3 գործոնների պարագայում կարծում եմ կլինի միաժամանակ եւ հանցագործությունների բացահայտման արդյունավետություն եւ միևնույն ժամանակ անձանց իրավունքների պատշաճ պաշտպանությունը կիրականացվի, այսինքն հանցագործությունների բացահայտման ճանապարհին չեն ոտնահարվի անձանց իրավունքները։